Մարտի 1-ը 100%-ով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, ճեպազրույցում Փաշինյանի հայտարարությունն է։ Պետք է մեղավորները պատժվեն, Մարտի 1-ը բացահայտված է, որովհետև քրգործում բոլոր նյութերը կան, բոլոր փաստերը կան եւ պարզ է, որ Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է եւ նա պետք է պատասխան տա միանշանակ, հայտարարել է վարչապետը։ Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստան կուսակցությունների դաշինքի աջակից եւ նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը Հայաստանի նախագահի ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի 2026-ի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում ընտրող հանդիսացող Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։ Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել են նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Հակակոռուպցիոնում նախաձեռնվել է քրվարույց, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել խուզարկություններ։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը։ Դատախազությունը պահանջում է ազգային ժողովի նախկին падգամավոր Ռուբեն Հովսեփյանից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, որից 2-ը Երևան քաղաքում, 1 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, մոտ 237 միլիոն դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։ Հակակոռուպցիոն կոմիտեից Արարատ Նյուզին հայտնել են, որ ուժեղ Հայաստան դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշարք տալու ստանալու դեպքերի արդիվ քննվող քրվարույթով 3 ձերբակալված անձանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1-ի նկատմամբ տնային կալանքը։